լինենք անկեղծ, շատ բարդ վիճակ է անդիմության համար, որովհետև այս ռեժիմը ունի արևմուտքի տոտալ աջակցությունը եւ ունի ով ինչ ուզում ասի Ռուսաստանի լոյալությունը եւ այստեղ անդիմության խնդիրը շատ բարդանում է, բայց անելանելի եւ անհույս չի։ Ես մշտապես ասել եմ, անդիմությունը, անդիմադիր ուժերը ոչ թե պիտի օրակարգ սարքեն, թե քանի մանդատ կունենան Նիկոլի խորհրդարանում, այլ օրակարգը պիտի լինի, որ այդ խորհրդարանը չլինի Նիկոլինը, այսինքն այս իշխանությունը չլինի եւ այս առումով ես գնահատում եմ հանրապետական կուսակցության պահվածքը, որ չեն վազում կալկուլատորը առած, հաշվում թե ասենց Աշոտյանին դնենք, Էդիկին դնենք, Աննային դնենք, հաբակը բերեն, մենք կկարանանք այսքան տոկոսը անցնենք, այո, անձնապես անձնական ոչ, իրանք նայում են հնարավորություն կա, տեսանելի է, ինչ ուրեմն ճանապարհային քարտեզով է տեսանելի այս իշխանությանը հերացները, այլապես գնալ եւ Նիկոլի խորհրդարանում մանդատակիր աշխատել, ես կարծում եմ դա պատիվ չի բերում որևէ քաղաքական ուժի, ես երեկել եմ առաջարկել, հիմա էլ եմ առաջարկում ընտրական մարաֆոնի դուրս եկած ուժերին առաջարկում եմ հետեւյալը, բոլորը ստորագրեն մի մեմորանդում, որ իրանց օրակարգը այս ռեժիմի հերացումն է մեկ եւ խորհրդարանական ընտրություններից հետո իրանք բացառում են ՔՊ-ի հետ որևէ կարգի դաշինքային կամ որևէ այլ ֆորմատով անունը ինչ ուզում ալնի ազգային փրկության ծրագիր, հայրենիքի փրկության ծրագիր, չգիտեմ եսի ինչեր, որևէ ուրեմն համագործակցություն։ Հիմա եկեք տեսնենք, թե ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի քանի ընդդիմադիր ուժ այդ թղթի տակ կստորագրի։ Ես հենց հիմա կարող եմ ասել, թե որ ուժերը չեն ստորագրի, բայց չեմ ասի։